Նկատել եք, որ հորիզոնի վրա հայտնում են նոր մարդիկ եւ սա Աստված անում։ Մենք տեսնում ենք սա եկեղեցը, մենք տեսնում ենք պատմության մեջ, մենք տեսնում ենք աշխարհի վրա նոր մարդիկ են հայտնվում եւ նայում եմ այս Չարլ Քիրքի սպանությունից հետո լիքը մարգարություններ բուսնեցին, որ մարդիկ կոնկրետ մարգարեացել են դրա ուղղությամբ ու լուրջ մարգարեներ Կիմ Կլիմենտ, որը չկա հիմա, մոտավորապես 50 տարեկան էր, որ մահացավ այս մարգարեն, շատ դիպուկ մարգարե, շատ տարիներ առաջվա մարգարությունները դեռ տեղի են ունեն, ինքը չկա, բայց մարգարությունները կատարվում են եւ ինքը մարգարեանում էր մի բան, որը կասեմ մի քիչ հետո հիմա դրանից առաջ ես լսում եմ Չարլզ Շամպին, որը նույնիսկ մարգարե է։ Ես ամեն մարդու չեմ լսում, ասեմ, սաղոր չեմ նստած, որ իրանց քարոզներն եմ լսում կամ բան, ուղղակի իրանց դիտարկումները, մարգարեությունները, խոսքերը, որ ասում են, ուրեմն Շամպը ասում էր, որ աշխարհում շուտով դուք շատ կրակոցներ կլսեք եւ դա մի տարի առաջվա մարգարեություն է կամ 23 թվի մարգարեություններ եւ աշխարհում ամենտեղ կրակոցներ են լսում մինչեւ էլ ա եղել կրակոցներ բայց այսօրվա կրակոցները նշանակության կրակոցներ են եղել եւ այդ մի կրակոցը հենց սպանեց Քիրքին եւ դրանից հետո մենք տեսնում ենք Կլիմենտի մարգարեությունը որ ինքը բացահայտ հստակ նկարագրում է Քիրքի կնոջը, որ Աստված բարձրացնում է Եստեր կնոջը, որի աչքերն է բնորոշում գեղեցիկ եւ մեծ աչքեր, եւ որը կլինի այս ռեֆորմացիայի շարունակությունը եւ շարժի առաջնորդը կարտելները Իրանից կվախենան, նարկոկարտելները, դա աղետ է աշխարհի վրա Եվ ես տեսնում եմ սա, որ եզև դիպուկ 10-ին խփում են այս մարդիկ և դա տեղի անենում ու հորիզոնի վրա հայտնում են կանայք, հորիզոնի վրա հայտնում են աղջնակներ են հայտնվում և ես տեսնում եմ դա, աղջիկներ, դա տեսնում եմ մեզ մոտ ժողովուրդ, դա տեղի անենում մեզ մոտ, դա ես չեմ անում ես ձև դիտմամբ, Ես անգամ ղեկավարվում եմ դրանից և հայտնաբերում եմ, որ Աստված դա անում է։ Կիրակի վրա աղջիկներ ենք մենք տեսնում ստեղից խոսացող, որ գալիս են վկայությամբ, գալիս են խոսքով, գալիս են այսքան կոնկրետ ասեմ, ոչ այդքան համարձակ, մի քիչ զգուշանալով, մի քիչ դողդոջուն, մի քիչ չշտապելով, մի քիչ Եվ ասեմ շատ խոնար և շատ հեզ և շատ աստծո առաջ վախելով, աստծուց վախենալով և մենք տեսնում ու լսում ենք իրանց այսօր, սա զարմանալի բան է, Աստված անում է դա և սա սկիզբն է և ասում եմ, որ մի վախեցեք, որովհետև Աստված ուզում է ձեզ բարձրացնել, օծել և շարժվել այդ ձև Ես սա նկատում եմ, որ հորիզոնի վրա հայտնվելով իրանց նոր ժամանակներ է սկսվում։ Գիտեք, որ Նեհեմյանը ասորիների գեներալն էր և բորոտ էր, գրված է ինքը ուժեղ պատերազմող էր։ Մենք գիտենք այս պատմությունը Հովմիշան էլ քարոզեց, նաև էլի ենք լսել քարոզներ, նաև էլի ու հանկարծ այս վերջի երկու շաբաթը Սուրբ Հոգին իմ սրտի մեջ դնում է, որ ես դրա մասին խոսամ, ու ես չեմ խոսում, չգիտեմ ինչի չեմ խոսում, մտածում եմ Եթե տիրոջը պետք լինի, նորից ինձ կհիշացնի, որովհետև հերիք է ես ուզենամ բաները հիշեմ այս ձև։ Եվ այս գիշեր նույն ձև ես վեր եմ կենեմ ու սկսում եմ գրել։ Տեսեք, ինչ է գրված տեղ, ես դան շուտվանց եմ նկատել, ուղղակի Աստված սկսում է խոսալ, 4-րդ թագավորաց 5-րդ գլուխ։ Սա իմ քարոզը չի, սա ուղղակի է ձև ներածություն։ Ասորինների թագավորը առաջի խոսքից Ասորինների թագավորին զորագլուխը Նեհեմյանը իր տիրոջ առջև մեծ ու հարգելի մարդ էր Քանզի Տերը նրա ձեռքով ասորիններին փրկություն էր տվել Այս մարդը զորավոր էր, կտրիչ էր,
բայց բորոտ էր։ 5-րդ գլուխ առաջի խոսքն է, ինքը զորավոր էր, կտրիչ էր, Տերը իր ձեռքով փրկություն էր բերել ասորիններին, սա աբսուրդ է մի տեղել։ Ալելույա։ Ով նկատեց, որ գրված է ինքը նորից կարդամ, ստեղ գրված է Տերը նրա ձեռքով փրկություն էր տվել։ Անցյալը մա խոսում սա։ Զորավոր մարդ կտրիչ, բայց բորոտ էր։ Հարգելի մարդ էր, պատվավոր մարդ էր, մեծ մարդ էր, հեղինակային մարդ էր, կշռային մարդ էր։ Ինչ կապ ունի, թե ես ու դու ով ենք եղել անցյալում։ Ինչ կապ ունի, դա ընդհանրապես ոչ մի կապ չունի, թե դու ով ես եղել անցյալում։ Ուզում ա դու քաղաքապետ ես եղել, ուզում ա նախագահ ես եղել, ուզում ա դու գեներալ ես եղել, ուզում ա դու արթնության անոթ ես եղել։ Ես առեսօր իմ մեջ չլուծված հարցերը լուծվում այս խոսքով, որ այն ժամանակ արթնություն ա եղել այս մարդկանց միջոցով եւ այս անոթներին Աստված օգտագործել, եկեք անուններ չասենք, որովհետեւ նրանք լիքն են ու շատ են այսօր, բայց այսօր այդպիսին չեն հանդիսանում իրանք։ Եվ ինչ կապ ունի, թե քանի հաղթանակներ ես ունեցել դու անցյալում, դա շատ արդեն դա պատմություն է, որ դու արել ես այդ հաղթանակները։ Դու երիտասարդ ես եղել, դու ուժեղ ես եղել, դու ավյուն ես ունեցել, դու խելացի ես եղել, դու համարձակ ես եղել, կապ չունի, թե ինչ փորձառություն ես անգամ ունեցել, բայց հիմա մի աղջիկ պետք է քարոզի։ Ինքը բորոտ էր, ինքը զորավոր էր, ինքը կտրիչ էր, ինքը իր միջոցով շատ բաներ տեղի ունեցել, մենք կարանք անցյալի լրիվ հաղթանակները նորից ու նորից կախենք պատին։ Դիպլոմները կպցնենք, գոտիները, որը ես վաստակել եմ այդ ռինգի մեջ, կրել եմ, հաղթանակներ եմ ունեցել, պրոֆեսիոնալ եմ եղել եւ ճկուն եմ եղել, արագ եմ եղել, չգիտեմ, ինչ այսև գավաթներ եմ բերել եւ սեյնակը լցված է դրանով։ Ժամանակներ առաջ ես նայում էի Թայսոնի քրոնիկաներից ու մի մարդ ասեց Թայսոն, չէ որ սա պատմություն է, սա նայես գոտին, այս գոտին, սաղի գոտիները կրել է մարդը։ Շատերի գոտիներ։ Միակ չեմպիոնը, որ իր տարիքում գերազանցել է եւ ոչ մեկ չի գերազանցել դեռ իր այդ ռեկորդը։ Եվ վերցրեց, ասեց սա ընդամենը մետաղների կտորներ են եւ շպրտեց ձեր սեղանի վրա։ Որովհետեւ հիմա նոր մարդիկ են բարձանում։ Եվ հիմա մի նոր աղջիկ է գալիս։ Եվ միգուցե սա մարգարեական է, որ ես ասում եմ։ Աղջիկներ են գալիս, աղջնակներ են գալիս։ Էլ կապ չունի, որ դու ով ես եղել։ Կապ չունի, թե դու ինչքան ես եղել եւ ինչ կշիռ ես ունեցել։ Կապ չունի, թե դու ինչ նվաճումներ ունես։ Կապ չունի, թե դու որ քաղաքներն ես վերցրել, գյուղերն ես վերցրել, փողոցներն ես վերցրել։ Գալիս են նոր աղջիկներ, որոնց մենք լսում ենք արդեն եւ մեր աչքերը տեսնում են դա, բայց մենք չենք կարողանում հասկանանք, որ սա պատմություն է, որ կերտվում է նորից հիմա։ Եվ արթնություն է սկսվում հենց այս աղջնակների միջոցով։ Եվ այստեղ մի աղջիկ ունենք, որ պատմում է իր տիրոջ կնոջը, որ Իսրայելի մեջ Աստված կա։ Սա ուժեղ է ժողովուրդ։ Ես լսում եմ մի գիշեր, երկու գիշեր, երկու շաբաթ արդեն լսում եմ եւ չեմ կարողանում ազատագրվեմ ես մտքից ու ասում եմ վերջ, ես կգրեմ Տեր, ես համաձայն եմ կխոսամ, որովհետեւ սա կարևոր է ինձ համար հիմա դառնում։ Այստեղ մի աղջիկ, որին գերի են վերցրել եւ որը տարվել է Ասորստան եւ իր գեներալի կնոջ աղախինն է դարձել եւ ծառայում այնտեղ։ Մենք նայում ենք ու ասում ենք, միգուցե դու միտեղ աղախին ես աշխատում։ Միգուցե դու միտեղ աղախին ես աշխատում։ Միգուցե դու միտեղ մատուցող ես աշխատում։ Միգուցե ինչ որ մեկը մտածի դա ցածր ստորադաս աշխատանք է, բայց բերումով ինքը գերի անկել այնտեղ ու այդ ժամանակի համար է ինքը։ Որպեսզի իր տիրոջ կնոջ ականջներին խոսա
Եվ իրա ժողովրդի, Աստծո ժողովրդի ականջներին խոսա եւ ասի, որ Իսրայելի մեջ Աստված կա։ Եվ եթե իմ Տերը գնա, եւ ես հավատում եմ, որ այնտեղ կա Աստծո մարդ, նա կաղոթի իր համար։ Եվ նա կբժշկվի, եւ կգնա, եւ ռենտգեն կանի, եւ կստուգվի, եւ նորից բիոքիմիական այզև արդյունքներ կհանձնի եւ կստանա, որ ամեն ինչ մաքուր է, եւ փորոտությունը ամբողջությամբ կմաքրվի նորից։ Ինչ որ բան, որ ես խոսում եմ, սա պատճառ ունի։ Հնարավոր է դու ունես իրականում պագոններ, ուսադիրներ, ունես մեդալներ, հաղթանակներ։ Առաջինը եկեք իջնենք, որովհետև այս մարդը պետք է իջներ այդ ջրերի մեջ, որը Հորդանանի կեղտոտ պղտոր ջրերն էր։ Սա պատիվ չի բերեմ շատերին, որպեսզի իջնեն։ Ես ժամանակներ առաջ, երբ որ աղոթք էի անում տունը, դեռ երևի մի ամիս կամ ավել կլինի, որ աղոթք էի անում ու ասում էի, ինչքան գնում է, որ մենք տարիքով մեծանում ենք կամ հոգևոր կյանքում ինչ-որ առաջ խաղացումներ, ձեռքբերումներ, հաղթանակներ ենք ունենում, խոնարհությունը հեշտ չի տրվում այլևս։ Խոնարհությունը այլևս հեշտ չի տրվում, դու արդեն չես կարողանում իջնես։ Եվ ստեղծված է, որ դու պետք է անգամ Եղիսեն դուրս չգա, դու պետք է գնաս եւ իջնես։ Դու պետք է լսես ինձ եւ գնաս եւ իջնես։ Սա նման է, Աստված պարզ խոսում էր ստեղ։ Ով Միշայի միջոցով խոսում էր ստեղ։ Եվ ես կարամ ասեմ, որ մի քիչ այսև ոնց ասեմ այդ բառը, որ ճիշտ լինի, ոչ թե ես ճիշտ երևամ, այլ դա ճիշտ լինի։ Մի քիչ ինձ համար խնդրահարույց թեմա էր, բայց Աստված դրա մասին խոսում է, երբ որ ասում է, ես դուրս չեմ գա, ես ոչինչ չեմ անի քեզ համար, ուղղակի գնա եւ արա ինչ որ ես քեզ ասում եմ։ Դու պետք է գնաս եւ զանգես, դու պետք է գնաս եւ խոնարհվես, դու պետք է սուզվես, դա հնարավոր է կեղտոտ է։ Ոչնի համար խոնարհությունը կեղտոտ բան է թվում։ Ոչնի համար իջնելը կեղտոտ բան է թվում։ Մի բան եմ ասում, խոնարհաբար Աստված խոսում է իմ սրտից սրա մասին։ Խոնարհաբար ընդունեք Աստծո շնորհքը։ Ինչ է նշանակում իմ խոսքերը։ Ես սրա մասին խոսամ Տիտոս 2-րդ գլխից։ Ես մի քիչ խոսամ, հետո եթե ժամանակ կմնա կքարոզեմ ինչ որ իմ սրտի մեջ եւս կա, բայց սա կարևորում եմ շատ։ Տիտոս 2-րդ գլուխ, եթե դուք չգիտեք կսիրեք, այս խոսքը կսիրեք, դուք Տիտոսի նամակը կսիրեք։ Պողոսը Տիտոսի հետ ուներ մեկ հոգի ժողովուրդ։ Եվ Պողոսը Տիտոսին գրում այս ձևի գեղեցիկ եւ շատ խորը խոսք։ 2-րդ գլուխ 11 խոսքը ասում է քանզի Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդկանց երևաց։ Բոլոր մարդկանց։ Ստեղ կա մարդ, որ փրկված է, վերստին ծնված է։ Ես ասում եմ, որ Աստծո շնորհքը երևացել է քեզ։ Դու փրկված ես շնորհքի միջոցով։ Ես ուրախանում եմ, որ դուք Աստվածաշունչ եք բերել եւ հետևում եք ամեն խոսքին եւ գրում եք, նաեւ ունեք գրիչներ եւ տետրեր, ես ստեղից գրքեր եւ տետրեր եմ տանում ինձ հետ, գրիչներ եմ տանում եւ այնտեղից էլ նորից լավ տետրներ առած գալիս եմ, որովհետև պետք է գրեմ ու իմ տետրերը վերջանում են նորից։ Մի քանի թերթ է մնաց այստեղ։ Այստեղ գրված է նա մեզ խրատում է։ Ուշադրություն դարձրեք, որ մեզ խրատում է։ Աստծո շնորհքը խրատող հատկություն ունի։ Խրատ ընդունող մարդիկ դրանք իմաստուն մարդիկ են։ Երբ որ դու շտկում ես իրանք ընդունում են դա։ Սա իմ խոսքի մեխն է, որ խոնարհաբար ընդունեք Աստծո շնորհքը, որովհետև նա կարա շտկի քեզ։ Նա կարող է շտկել իմ սիրտը, փոխել ինձ ամբողջությամբ։ Ես ուզում եմ արդյունքներ տեսնել, ես ուզում եմ տեսնել ռեզուլտատ։ Դրա համար ես ուզում եմ շտկվեմ, որովհետև նաև ընդունում եմ շնորհքից եկած հանդիմանությունը։ Եվ շնորհքից եկած խրատը ընդունում եմ եւ շնորհքը ինձ ու քեզ ուրանալ է տալիս աշխարհի ցանկությունները եւ մեղքերը։ Ով է լսում։ Սա վերաբերվում է ամեն մեկին, նա զգաստացնում է ինձ եւ նա արդարացնում է նաեւ ինձ։ Նա օգնում է, որ ես դառնամ բարեպաշտ։
Սա շնորհքն է եւ Աստծո շնորհքի ֆունկցիաներն են սրանք։ Մենք սա դպրոցում ենք անցել եւ սա անգին փորձառություն է, դաս է։ Սա թանկ դաս է, ժողովուրդ, սրա արժեքը թանկ է։ Սրա համար արդեն մի քանի հազար դոլարներ է զոհաբերվել Աստծուն, որպեսզի այս դասը մենք սովորենք։ Դուք տեսել եք Մարիինը կքարոզում է եւ հայտնություն է ստանում քարոզելու ժամանակ եւ ասում է օհո, я буду жертвовать этому откровению։ Եվ $100 զոհաբերեմ այդ հայտնության համար։ Հալելույա։ Ես գիտեմ ինչ եմ ասում, որովհետեւ Աստծո շնորհքը ինքը մեզ խրատում է։ Մեզ շտկում է, հանդիմանում է, զգաստացնում է, մեզ արդարացնում է, մեզ բարեպաշտ է դարձնում։ Ես սիրում եմ Աստծո շնորհքը, որը իրականում խիստ է լինում մեր հանդեպ եւ փոխում է մեզ։ Չեմ սիրում կրոնը, ժողովուրդ, ատում եմ կրոնը իմ մեջ, ատում եմ կրոնը քո մեջ, ատում եմ կրոնը որևէ միտեղ, կրոնը ես ատում եմ, ես կրոնը չեմ սիրում։ Բայց եթե հանդիպեմ իմ մեջ կրոն, որ չի ուզում խոնարհվի արդեն, ես կասեմ, որ դու արդեն ամեն ինչ անում ես մեխանիկորեն։ Կրոնը մարդուն մեխանիկորեն է դարձնում։ Ինքը երգում է մեխանիկորեն է երգում։ Ինքը խոսում է մեխանիկորեն է խոսում։ Ինքը աղոթք անում մեխանիկորեն է անում այդ ամեն ինչը։ Լսել եք ձեր մեխանիկական աղոթքները, որից անգամ չեք էլ գարշում։ Երբ որ ձեր դրդրիկը միացնում եք, բայց Աստված տեղ է, բայց չեք էլ հասկանում, որ Աստծո ներկայությունն են, քամ ուժեղ աստեղ, որ դուք շարունակ դր դուք աղոթում եք։ Ինչ որ մեկը հիշում է այդ աղոթքները, որ հոգեգալստական եկեղեցու ժամանակ մարդիկ արդեն սովորած աղոթում են, oh Jesus, glory, Jesus։ Չգիտեմ ինչը glory, ուր glory։ Հետո ես աղոթքաշովն եմ, հիշում եմ մի կնոջ, որը աղոթում էր շատ հերթականությամբ եւ դասավորված գեղեցիկ բառապաշարով ռապիրա բրիտվա նևեա բրիտվա։ Հետո ես լսում եմ, որ իրականում դա կրոն է, որ Մադաբուկոն ասում է Motorola, Nokia Motorola, չգիտեմ ինչ, iPhone։ Եվ մեխանիկորեն է ձև լեզուների աղոթ, ես տեղ աղոթում եմ եւ ասում եմ դադարեք այդ աղոթքը անելուց, բայց մարդիկ ինչ են լսում, կարծես թե իրանք ուժեղ աղոթեն դր եւ սա աղոթք չի, ժողովուրդ, որովհետեւ ինչ որ անում ես մեխանիկորեն, դա կրոն է արդեն։ Մարդկանց վկայում ես մեխանիկորեն, արդեն չկա այն բանը, որ Աստված էր քեզ մղում աղոթքի մեջ, վկայության մեջ, երգի մեջ։ Մենք երգում ենք երկու հատ արագ, մի հատ դանդաղ, սա մեխանիկորեն գործողություն է, որովհետև մենք արդեն սովորել ենք։ Մենք աղոթում ենք մտքի ձայնագրությունը։ Մենք աղոթում ենք այն աղոթքը, որ մի օր մենք մկրտվեցինք եւ առաջի անգամ սկսենք լեզուներով խոսալ եւ այդպես էլ այդ լեզուները չաճեց դրանից հետո։ Եվ մենք լսում ենք շատ աղոթքներ, որ այդպես ինչ որ բան էր։ Գիտեք, երբ որ զորությունը իջավ, այո, դու բան եղար, ինչ որ բան եղար, բայց լավ միթե այդ երեխան տարիներով տենց է խոսում։ Վայ։ Սա միթե հոգևոր բան է, սա կրոնավոր մեխանիկական լեզուներ է, զապիսի ձայնագրությունից, որ դու ունես քո իշխողության մեջ, որովհետև դու պետք է հոգում միտքը նորոգես, ոչ թե գլխիդ մտքից աղոթես ինչ որ բաներ։ Սա լավ է, ճիշտ է, սա ուժեղ է, ով է լսում։ Ես չեմ սիրում կրոնը, իրականում իմ մոտ, եթե ես կրոն եմ հայտնվում, ես սկսում եմ ինձ նախատեմ դրա համար։ Ավելի լավ է ես փոխվեմ, ավելի լավ է ես նորից աճեմ։ Եվ աղջիկներն բարձանում ժողովուրդ հորիզոնի վրա։ Ես տեսնում եմ մարդիկ են բարձանում։ Պատճառների պատճառը սա է։ Գոյություն ունի Մովսեսի մկրտություն, որի մասին մենք սովորացնում ենք։ Այդ դուք դրա համար մի քիչ հիասթափված եք, կոտրված եւ շփոթված եք, ուզում եք հասկանալ, խի ողորմությունից հետո ինչ որ բան ճիշտ չի աշխատում։ Գիտեք, ողորմությունը լավ բան է, ողորմությունը պետք է, ողորմություն սիրում է ապաշխարություն, ռեալ ապաշխարություն, ապաշխարության համար չէ, ապաշխարություն, որպեսզի արժանավոր պտուղ բերի մարդը,
Արժանավոր պտուղը ապաշխարությունից հետո է երևում։ Սա չի նշանակում, որ ես ապաշխարել եմ եղբայր, բայց շարունակում եմ մնալ իմ կարծիքի մեջ։ Ապաշխարություն փոխում է իմ կարծիքները։ Ապաշխարությունը ինձ օգնում է, որ ես հասկանամ, որ այո, ես լիքը հաղթանակներ ունեմ, բայց արդեն ինքան եմ մեծացել, ինքան եմ բարձրացել, որ ես չեմ կարող խոնարհվեմ, եւ Տերը ինձ ասում է, դու պետք է խոնարհվես եւ դա կեղտոտ կարա լինի։ Երբ որ դու խոնարհվես, քեզ կսկսեն լսել։ Ինչի ես քեզ չեմ լսում։ Ինչի ես որոշներ չեմ լսում։ Որովհետև ես ուզում եմ ապաշխարության պտուղներ տեսնել։ Պտուղներ, ապաշխարության պտուղներ։ Մենք սա երկու մարդ ունենք, որոնցից մեկը Հեսուն է, մեկը Քաղեբն է։ Ուզում եմ կարդալ միտեղ, որ շատ հստակ արտահայտում է այն, ինչ որ ես շատ տարիներ առաջ եմ հասկացել, բռնել, որսացել։ Ես սովորել եմ ու փոխվել եմ։ Ինձ օգնել է մի մարդ, ինձ օգնել է ընդամենը մի մարդ։ Ինձ օգնել է մի մարդ, որ ես փոխվեմ։ Եվ այդ մարդը այսօր շնորհակալ եմ իր համար, բայց այսօր ինքը մեր շարքերում չի։ Ցավոք սրտի մեր շարքերում չի։ Ես ամենայն խոնարհությամբ եւ բան եմ տալիս, խոնարհում եմ իմ գլուխը նման մարդկանց առաջ, ովքեր որ սովորացրին ինձ, ովքեր որ ցույց տվին ինձ։ Այստեղ գրված է 14-ի 24 կետը, թվոց 14։ Եթե ձանձրանաք, ձեն հանեք, ես մի քիչ փոխեմ նոտան։ Տոնս փոխեմ։ Ջուր խմեք, հով արեք, սեղ տոտ չլնի, որ չքնեք։ Ուրեմն 14-24, եթե ճիշտ եմ գրել։ Բայց որովհետև իմ ծառաս Քաղեբը ուրիշ միտք ունի եւ ինձի բոլոր սրտով հնազանդվեց։ Ես էլ նրան իր գնացած երկիրը պիտի տանեմ։ Օհո։ Աստված ինչ հետաքրքիր բան ասում։ Եվ ինչից է սկսում։ Նա ուրիշ սիրտ ունի։ Ինձ բոլոր ամբողջ սրտով ինձ լսեց, խոնարհվեց, հնազանդվեց։ Ես էլ նրան իր գնացած երկիրը պիտի տանեմ։ Եվ նրան սերունդ պիտի տամ, որ ինքը ժառանգի։ Ինչ ուժեղ է ժողովուրդ։ Քաղեբը ուրիշ սիրտ ունի։ Ուրիշ հոգի ունի, ուրիշ միտք ունի։ Ուրիշ սիրտ ունի այս մարդը։ Եթե ձեզ սա ոչինչ չի խոսում, ինձ շատ բան է խոսում։ Ինչ շատ բան է խոսում, որովհետև ես տեսնում եմ, որ Աստված այս մարդուն խոստանում է տալ խոստմունքի երկիրը։ Խոստանում է օրհնել, որովհետև ասում է դու ինձ հնազանդվեցիր։ Եվ երբ որ ես դա արեցի, ես ասում եմ, որ ես չի պատկերացնում, որ դրանից հետո ինձ կլսեն։ Ժամանակներ առաջ Facebook-յան գրառում էի արել։ Ժամանակ կար, որ ես խոսում էի, իրանք չէին լսում ինձ։ Բայց ժամանակ կգա, որ իրանք խոսան, ես այլևս չեմ լսի իրանց։ Որովհետև Աստված ասում է, ես ամբողջ օրը կանգնեցի եւ իմ ձեռքս երկարացրեցի, ուզեցի փրկեմ իրանց եւ իրանք ինձ մերժեցին։ Հիմա իրանք պիտի կանչեն ինձ, բայց ես իրանք չեմ լսելու։ Սա հետաքրքիր է։ Սա ուժեղ է, հետաքրքիր է։ Հետո կարդում ենք Թվոց 32 գլուխը։ 32, Թվոցի 32-ը։ Նայեք ինչ ասում 11 խոսքի մեջ։ Եգիպտոսից ելած մարդկանցից օ Տեր Հիսուս 20 տարեկանից վեր եղողները բոլոր սրտով ինձ չհնազանդվելու համար բնավ պիտի չտեսնեն այն երկիրը, որի համար ես խոստացել էի Աբրահամին, Հակոբին, Իսահակին, Հակոբին։ Ժողովուրդ ուր մնաց խոստմունքը։ Ուր մնաց խոստմունքը։ Աբրահամին է խոստացել, Իսահակին է խոստացել,
Հակոբինը խոստացել, որ քո սերունդը պետք է ժառանգի այն երկիրը, որ իրանցը չի։ Բայց Տերը ասում է, որ 20 տարեկանից վերև մարդիկ ոչ մեկ չմտան եւ ես իրանց հայրերին խոստմունք էի արել։ Դեռ քիչ կապ ունի, որ դու խոստմունքներ ունես։ Ես էսել եմ հայտնաբերում, որ քիչ կապ ունի, որ ես ու դու խոստմունքներ ունենք։ Ունենք խոստմունքներ, բայց խոստմունքը չի կատարվում մեզ վրա։ Խոստմունքը ահա կատարվում է մի ուրիշ սերունդի վրա, մի նոր սերունդի վրա, մի երիտասարդ սերունդի վրա, եւ այնտեղ լիքն են տղաները եւ աղջիկները։ Եվ այնտեղ ոչ մի մեջ կա ժողովուրդ այդ ազգի մեջ այլևս, որին Աստված կարող է հավատալ եւ վստահել եւ ակցենտ դնել իր վրա։ Պատկերացրեք Իսրայելի 3 միլիոն ժողովուրդը, բոլորը մաշվում եւ վերջանում եւ մահանում են 40 տարիների մեջ եւ մեկը չի մնում։ Մենք ստեղ ունենք ուղղակի Հեսու եւ Քաղեբ, մեծեր, առաջնորդներ, ուսուցիչներ, մարդիկ, ովքեր ավելի են տարիքի մեջ մեծ, բայց ունեն ուրիշ մտածելակերպ եւ ուրիշ սիրտ։ Ամբողջ Իսրայելի ժողովրդից 2 մարդ փրկվեց հին սերունդից, որոնք չունեն հին էություն, ունեն նոր սիրտ։ Նոր սերունդը դա կրակ է, դա ուսուցություն է, դա մտածելակերպ է, դա սիրտ է, դա նոր սերունդը անուն չի, որ ես ու դու վերցրել եւ ֆիտիշացրել ենք, որ նոր սերունդից ենք, բայց ամբողջությամբ հին էություն կա այնտեղ։ Եվ ահա նոր սերունդն է միայն ժառանգում այդ երկիրը, որովհետև Աստված ասեց, որ միայն 20 տարեկանից ցածրերը, 20 եւ ցածր։ Դուք պատկերացնում եք, այնտեղ արդեն 2 պապիկ կա, 80 տարեկան արդեն ավել։ Քաղեբը եւ Հեսուն, ինչ դեմքեր են, ինչ կշիռներ են սրանք, որոնք երիտասարդներին տանում են գաղաղ եւ թլպատում երկրորդ անգամ ժողովրդին։ Երկրորդ թլպատությունն ամբողջ 40 տարվա մեջ եւ նրանք 20 տարեկան է ժողովրդի 7 ասկ կործանեց Քանանի երկրում։ Հսկաների 20 տարեկաններ։ Պագոներով չի դա, մեդալներով չի դա։ Դա քո նախկին հաղթանակներով չի։ Դա քո հին փորձառությամբ չի։ Դա քո գերության ժամանակ լավ լինելու մասին չի։ Դա քո անապատի մեջ լինելու մասին չի։ Դա նոր սերունդի մասին է։ Եվ սրանք բոլորը նոր երեխեք են։ Այն 12-ը, որ գնացին, երկիրը լրտեսելու եւ եկան եւ ընդդեղի պտուղը բերեցին եւ ասեցին, ահա մենք բերեցինք այն երկրի պտուղը, Մովսեսի մոտ բերեցին։ Եվ Մովսեսը ասեց, դե պատմեք ինչ է կատարվում, եւ այս 10 հոգին ժողովրդի մեջ տագնապ բերեց, սարսափ բերեց, խուճապ բերեց եւ ասեցին, մենք չենք կարող այդ երկիրը գրավենք, որովհետեւ այդ երկրում հսկաներ կան եւ նրանք լափող ժողովուրդ են։ Մենք նրանց աչքերի առաջ մորեխի նման ենք։ Նրանց չեն կարող հաղթել եւ սրանք թունավորեցին ժողովրդին։ Թուլացին ժողովրդի սիրտը եւ ժողովուրդը լացեց եւ տրտնջաց Աստծո առաջ եւ Աստված սպանեց այդ ժողովրդին։ Բայց այնտեղ 2 մարդ կար, որ ասում էր մենք կարող ենք դա անել։ Դա Քաղեբը եւ Հեսուն էին, որ այլ կերպ մտածելակերպ ունեին եւ այլ սիրտ ունեին իրանց մեջ։ Եվ ասում են մենք կարող ենք գնանք, որովհետեւ ճիշտ հակառակը իրանք էին տեսնում, որ մենք կարող ենք։ Եվ այնտեղի ժողովուրդը լավ ուտելիք է մեզ համար։ Հասկաներ են, բայց մենք կարանք իրանց ուտենք, իրանց հում կուտենք։ Մենք նրանց կարող ենք ուղղակի ոչնչացնել։ Նրանք բլնգած սանկ բաներ են, այդ հսկաները։ Նրանք տեսել էին դա։ Եվ ասել են, մեր հետ Տերն է, մեր հետ Աստված է, մեր հետ ավելի մեծ Աստված է։
Մենք կարող ենք անենք եւ Աստված սա տեսել էր եւ այս երկու մարդու այս ձևի խոսակցությունը չէր գալիս սեփական կարծիքներից, սա գալիս էր Մովսեսի դպրոցից։ Գիտեք, որ Մովսես առաջի անգամ պատերազմ վարեց, Ահարոնը եւ Օվրը իր ձեռքերը բարձրացրել էին եւ դրել մի քարի վրա նստացրել, ամբողջ օրը պահել էին եւ Հեսուն այնտեղ կռվում էր, Աստված հաղթանակ էր տալիս։ Հենց ձեռքերը թուլանում, իջնում էր, հոգնում էր։ Սկսում են ամաղեկացիկ հարձակվել ու ջարդել։ Եվ այդ ձև ամբողջ օրը ձեռքերը պարզած մնաց։ Առաջի պատերազմը հաղթանակեց աղոթքի միջոցով։ Եվ Էշկոլան տեսել էր Հեսուն եւ Քաղեբը։ Հեսուն եւ Քաղեբը տեսել են, թե ինչպես է օրենքներ ստանում Մովսեսը, երբ որ լեռան վրայից գալիս էր։ Ամեն անգամ, երբ որ նա գնում էր կոնֆերանսի եւ ետ էր գալի, նրան ամբողջությամբ ձևակերպված եւ փոխված էին տեսնում։ Առաջ այո, ես կարող էի կակազել եւ խոսալ այդպես եւ անվստահ խոսալ եւ լակոտ թվալ որոշների աչքերին, բայց ժամանակներ հետո, երբ որ դու իջնում ես այն լեռան վրայից, որ վառվում է, եւ այնտեղ դու տեսել ես այն պրոյեկտը եւ այն մակետը, որ Աստված ասել է, նայի եւ սրա համաձայն շինի եւ ահա քեզ օրենքի խոսքեր եմ տալիս։ Սրա համաձայն շինի, որովհետև եթե դու այնտեղ մի մեղ անգամ մի քորոց իր տեղը չդնես, ես չեմ գա։ Եվ Մովսեսը անում էր եւ Աստված գալիս էր։ Եվ երբ որ նա խորան շինեց, տեսան ժողովուրդը, որ Աստծո ներկայությունը ամպը իջավ խորանի վրա։ Եվ ժողովուրդը տեսնում էր սա եւ Մովսեսը գրված մտնում էր այնտեղ եւ դուրս էր գալի եւ այնտեղ էր մտնում եւ խոսում էր Աստծո դեմ առ դեմ, երես առ երես, բերան առ բերան, աչք առ աչք եւ երբ որ դուրս էր գալիս ես նկատում եմ առաջի անգամ որ այնտեղ մի տղա կա, մի պատանի կա, որ նստած է խորանը եւ դուրս չի գալիս այնտեղից, դա Հեսուն էր եւ լսում եւ տեսնում էր եւ ես վստահ եմ որ նույն բանը Քաղեբն էր անում, որովհետեւ սրանք նույն ազգի տղերք էին։ Նույն ազգի բարեկամներ են, խորոխբոր տղերք էին իրար։ Եվ կարդացեք դուք իմանաք, որ իրանք հարազատներ են։ Եվ նա փոխանցում էր այն, ինչ որ լսում եւ տեսնում էր։ Եվ սրանք ունեն ուրիշ մտածելակերպ։ Ունեն Մովսեսի մկրտությունը։ Ունեն Մովսեսի կերակուրը, ունեն Մովսեսի ամպը, ունեն Մովսեսի օծությունը։ Եվ միայն սրանք կարող են գնալ եւ Քանանից հաղթանակներ կորզեն 7 ասկ կործանելով իրան ճանապարհին եւ այնպես որ տարիներ հետո մենք կտեսնենք մի ուրիշ բան։ Մինչ ես դա կասեմ կկարդամ եւս մի տեղ օրինաց առաջի գլուխ թվոցից հետո հենց անմիջապես օրինացն է 36-38 խոսքը ասա որ սա հետաքրքիր է բայց միայն Հեփոնեին որդին Քաղեբը պիտի տեսնի այն ու նրա կողած երկիրը իրեն ու իրեն որդիներին պիտի տամ որովհետև նա կատարելապես Տիրոջը հետևած քանզի ձեզի համար Տերը ինձ էլ իմ վրա էլ բարկացավ ասելով Մովսեսն ասում դուն էլ այնտեղ պիտի չմտնես այլ քո սպասավորդ Նավեի որդի Հեսուն նա հոմ պիտի մտնի զորացրա նրան ուժեղացրա նրան քաջալերի նրան սովորացրա նրան դուխ տու նրան որովհետև նա Իսրայելին պիտի տանի որ ժառանգի այն երկիրը Ստեղ Մովսեսի մասին է գրված որ Մովսեսը պետք է անի այն ինչ որ Աստված ասում սովորացրա Հեսուին Կրտի Հեսուին, տուր Հեսուին Նախ եւ առաջ դուք պետք է ունենաք նույն մտքերը, նույն հայտնությունները, նույն դպրոցը, նույն մկրտությունը, նույն սմունքը, նույն գաղափարը, որ ունեմ ես։ Եվ Քաղեբը գալիս է Հեսուի մոտ եւ ասում է ես 85 տարեկան եմ այսօր։ Ինչ որ մեկը, ստեղ կա որ լսում է ինձ։ Սա Հեսու 14-րդ գլուխն է։ Աստված թող խոսա քեզ հետ։ Աստված թող խոսա քեզ հետ։ 11 խոսքում գրված է տակավին ուժով եմ։
Ինչպես է Մովսեսի ինձ ղրկված օրը։ Այն ժամանակվանից իմ ուժը ինչպես էր։ Հիմիկ էլ այդ ձև իմ ուժը։ Այն ժամանակ 40 տարեկան էի։ Այն ժամանակ 45 տարեկան էի։ Անցել է եւս այդքան եւ ես տակավին այնպես եմ ինչպես եւ 45 տարեկանում էի։ Ուժեղ բան է։ Ուժեղ բան է ժողովուրդ, երբ որ դու Տիրոջը հետևում ես, քո տարիները միայն կաչի, բայց ուժդ կմնա նույնը։ Խելքդ կմնա նույնը եւ հասկացողությունդ կմնա նույնը։ Դուր ինձ իմ այս լերը։ Ես ուզում եմ գրավեմ այդ լերը, որովհետեւ ես չեմ ուզում պարապ մնամ, իմ դուխը ուտում է, ես կարող եմ։ Դերը չասեց ոչ։ Հեսուն չասեց ոչ։ Հեսուն գիտեր, որ ինքը ճիշտ ռեպերտուարի մեջ է։ Տերը գիտեր եւ Հեսուն գիտեր, Մովսեսը գիտեր արդեն, որ Քաղեմը եւ Հեսուն նույն նոտայի եւ նույն ալիքի վրա են իրար հետ։ Իրար հետ դուրս են եկել Եգիպտոսից։ Եվ իրար հետ անցել են ծովի միջով։ Մկրտվել են ծովի մեջ։ Եվ նրանք ժողովրդի մեջ էին մկրտվել։ Ծովի մկրտությունը դա ժողովրդի մեջ մկրտվելն է, ժողովրդից մեկը լինելն է։ Երբ որ դու ժողովրդի մեջ մկրտվում ես, ունես ժողովրդի նույն հոգին։ Ունես ժողովրդի նույն մտածելակերպը եւ նույն լեզվով ես խոսում։ Եվ ունես նույն մշակույթը։ Հնարավոր չի դու այդ ժողովրդի մեջ չլինես։ Այդ ժողովրդի մեջ գաս եւ այդ ժողովրդի պես դառնաս, եթե չես ուզում նրանց լեզուն վերցնես։ Նրանց լեզուն վերցնում ես նրանց հոգին նաեւ։ Եվ ահա շատերը ինտեգրվում են ուրիշ ժողովուրդների մեջ եւ դառնում նրանց մասը։ Գիտեք, որ շատ ժողովուրդները խառը դուրս եկան Մովսեսի հետ Եգիպտոսից։ Եզդիներ, քրդեր, թուրքմեններ, ռուսներ, ղազախներ, եգիպտացիք, սա օրինակի համար մասին։ Դու կարդացեք կտեսնեք, որ այդ ձև է։ Նուրբ ցիտում աստեղ Մովսեսի անունը Հեսուն։ Մովսեսը այսպես ասեց։ Ինչ այդ ծովի մկրտությունը։ Դա ժողովուրդն է նախ եւ առաջ։ Երկրորդը դա ամպն է, որ գնում էր նրանց հետ, դա օծությունն է։ Ժողովուրդ եւ օծություն։ Բայց մի բան էլ կա, գրված է ուտում են եւ խմում են նույն կերակուրից, նույն խմիչքն են խմում, նույն ջուրն են խմում եւ նույն մանանան են ուտում։ Դա հայտնություններն է, դա Մովսեսի վարդապետությունն է, որ մարդիկ ընդունում են։ Սա խորհուրդ է եւ սրա մասին առաջի Կորինթացիների 10-րդ գլուխն է խոսում, որ բոլորը ունեին մեկ ամփ, մեկ ծովով մկրտվին, մեկ կերակուր կերան։ Սա ստեղծում է մտածելակերպ, նույն մտածելակերպը։ Եթե ես ու դու չմկրտվենք, մենք չենք կարող ինտեգրվենք։ Մենք եկել ենք, բայց չենք ուզում ինտեգրվենք։ Ինչի ես կարամ գնամ եւ ընդունվեմ այդ ձև հեշտ։ Մտածելակերպ կա, լսում են, չէ՞։ Խի Արտուշը որ։ Խի Արտուշը, իրան հարցրեք։ Ես չգիտեմ։ Ինչո բան կա, որ բարեկամական կապ է մեզ այս ձևանում։ Ոչ մի դեպքում ժողովուրդ։ Դες բան չկա։ Դա բարեկամությունը չի անում։ Դա անում է միատեսակ մտածելակերպը։ Գիտեք, այնտեղ պետք է աշխատվի եւ ես ներկա չեմ։ Ու դուք պատկերացնում եք, ուղարկում ես մեկին, որ քո պես չի մտածում։ Մտածում է ինքը իրապես։ Մտածում է ինքը, որովհետեւ ուրիշներն են էսև ասում։ Մտածում է, որովհետեւ ինչ որ YouTube-ից բան է լսել։ Մտածում է, որովհետեւ ինչ որ մի հատ ասում արդել է ձև ասել։ Մտածում է, որովհետեւ ինչ որ մեկն էլ է ձև ասել։ Մտածում է, որովհետեւ ինքը կարդում է եւ ինքը այդ ձևը հասկանում եւ իր հասկացածն էլ այդքան էլ ճիշտ չի։
Ով է լսում, ով հասկանում, որտեղ է գաղտնիքը։ Բանալին ես սրա մեջ եմ գտե, որ ես պետքա իմանամ։ Ես նստած եմ ու հովիվներից մեկի հետ նստած ենք առավոտյան, զավտրիկ ենք անում ու մենք մեր սենյակի մեջ ենք։ Ինչ զավտրիկ, ժողովուրդ, լավ չասեմ ինչ զավտրիկ, եկեք դրա վրա չկենտրոնանամ։ Մենք խոսում ենք ու մի հովիվի հետ խոսում ա, մենք 3 հոգի ենք ու մեկը մեկին հարցում ա, իսկ ինչպիսին ա հովիվ Միխայելը, այս հարցում։ Ասում եմ, այս ինչ բան ա այ մարդ։ Ասում ա, ինքը ուզում ա ճանաչի հովիվ Միշային ինձանով։ Ասում ա, ես էլ իրան ասում եմ, այս է հավանում, այս չի հավանում, այսպես է մտածում, այսպես չի մտածում։ Ես դա առաջ չի հասկանում, նոր էի գնում բլագավեշից գալիս։ Իսկ հիմա ես բավական գիտեմ, թե ով Միշան ինչ ասեց, ինչ նկատի ունի, ինչ խոսած, ինչի մասին ա միտքը։ Իրա տոնը, իրա ինտոնացիան, իրա մտքերը, իրա խստությունը։ Ես երբեք չեմ ասում, դու չպետք է ինձ ասես, երբեք, ես այսօր իրա խորհուրդն էի կարիք շատ ունեմ, ինքը ինձ խորհուրդներ ա տալիս, որը փոխում ա իրավիճակը, երբ որ ես հնազանդում եմ, ես տեսնում եմ, որ ինձ էլ են լսում արդեն, անգամ պոպսիկն ա ինձ լսում, մուսիկը, Իշի այդ մուսիկը իմ ձեռով ա գնալու։ Դուք չգիտեք մուսիկը ով ա։ Մուսիկը շուն ա, շնիկ ա։ Ես չեմ սիրում, որ շուն են պահում տունը։ Իմ հովն է չի սիրում շուն։ Ոչ թե իմ հովը չի սիրում, ես դրա համար չեմ սիրում, ուղղակի ես չեմ սիրում։ Այստեղ իրար հետ համընկնում ա մեր նախասիրությունները։